Տոնոյան կներեք, այսօր Իշխան Սաղաթելյանը ասել էր, որ ընդդիմադիրների հետ այս օրերի ընթացքում այսպես կառուցողական աշխատանքները եղել, ինչ է քննարկվել, ինչ է որոշել, կամ ընդհանուր որոշում, ինչ է կանելու հետագան եք պլանավորել։ Ոչ միայն հետագան, այլ նաև ընթացիկ աշխատանքներն են քննարկվում, շատ արդյունավետ հանդիպումներ են ունեցել այս օրերի ընթացքում, ինչպես 2 օր առաջ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք կոնսուլտացիաների քննարկումների շարք ենք սկսում ընդդիմադիր մեր գործընկերների հետ, շատ արդյունավետ քննարկումներ են, այդ քննարկումների արդյունքներից մեկն էլ այսօրվա նաև այս համատեղ հավաքն է, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը կոչ են արել իրենց համակիրներին, ընդհանրապես մեր հայրենակիցներին այսօր այստեղ ներկա գտնվելու, մնացածի մասին արդեն հաջորդիվ մեր քայլերի մասին կտեղեկացնենք, ներեցեք, ես իրոք ուշանում եմ նիստից։ Մի հատ ճշտով հարցի, եթե նույնիսկ հիմա բարգավաճի 4%-ը լինի անցողիկ չէ։ Կամ կրկնում եմ, խորհրդանում ներկայացված լինելը չի։ Սա հնարավորություն է արդարությունը վերականգնելու, որովհետև եթե այսօր սա կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ է կիրառվում, նախ սկսենք նրանից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդանում ներկայացված լինել-չլինելը փոխում է համապատկերը ամբողջ ընտրությունների արդյունքի, հա, սա հարցերից մեկն է։ Ընդհանրապես կասկածի տակ է դրվում ընտրությունների ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, սա երկրորդ հարցն է։ Եվ երրորդը, որևէ մեկը իրավունք չունի ոչ մանդատագողությամբ, ոչ ձայնագողությամբ զբաղվելու եւ կոնկրետ նման թքած վերաբերմունք ունենալու ընտրողների ընտրելու իրավունքի վրա։ Շնորհակալ։ Մենք արդեն իսկ համապատասխան դիմումը ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիմա